Որոշումները կառավարությունը պարտադիր կատարման է տանում եւ հետեւաբար այնտեղ օրակարգային են արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը համապատասխան երաշխիքներով բնականաբար եւ նաեւ գերիների պատանդարված անձանց վերադարձը, որը ըստ էության մեզ համար հավասարապես է նույն արցախցիների իրավունքներին եւ հետեւաբար մենք այստեղ ենք, որպեսզի նախ մեր շնորհակալության արտահայտման միջոց է Շվեյցարիայի դեսպանատան առջև, նաև կոչ ունենք խորհրդարանականներին հղելու, այդտեղ նաև կա հենց մեր ակնկալիքների մասին, եւ սա իրականում ապացույցն է, որ ամեն ինչ չէ, որ միայն կարող է որոշվել, իհարկե ահռելի է իշխանությունների անելիքը կամ իրենցից այն ինչ որ կախված է, որ պիտի անեն, ինչ ցավոք չեն անում, բայց հավատացեք, կան ճանապարհներ, որտեղից որի ուղղությամբ հնարավոր է աշխատանքներ տանել եւ թույլ չտալ, որ Արցախի հարցը փակեն, թույլ չտալ, որ աշխարհը անտարբեր սկսի վերաբերվել մեր գերիների ու պատանդարված անձանց նկատմամբ, թույլ չտալ, որ մեր պատմամշակութային ժառանգության այդպես ոչնչացումը շատ հանգիստ ու լուռ ուղղակի սկսի դիտվել աշխարհի կողմից։ Այսինքն սրանք աշխատանքներ են, որը իշխանությունների փոխվելու պարագայում շատ արագ օրակարգային հարց կարող է դառնալ միջազգային տարբեր հարթակներում։ Գումարնից կրկին գերիներին եւ պատանդների վերաբերյալ այսօր բանաձևի քվեարկություն է տեղի ունենալու եվրոպացի падգամավորները բավականին կոշտ դիրքերից հանդես եկան դատապարտեցին Բաքվի բանտում տեղի ունեցողը, սա կարող է իր ազդեցությունը ունենալ Բաքվի դիրքորոշումների վրա։ Գիտեք, մի փոքր ես նկատեցի խոսքի փոփոխություն արդեն, կարծես թե զուտ կոչերից անցնում են կամ ցանկություն ունեն ամեն դեպքում անցնելու ինչ որ գործընթացների իրականացման, սակայն այնտեղ այսինքն ինչ պիտի ակնկալենք նման բաներից հետո, որովհետև թե 20 թվականի 44 օրյայի ժամանակ, թե բլոկադայի ժամանակ Արցախում բազմիցս բանաձևեր են ընդունվել, դատարանների որոշումներ են տեղի ունեցել, սակայն դրանք այնուհետև կյանքի չեն կոչվել, ինչ է նշանակում կյանքի կոչվել, կոնկրետ պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, ինչը այսօր կարող է անել եւ Եվրախորհրդարանը եւ մնացած բոլոր այլ կառույցներ եւ տարբեր այլ երկրներ, ովքեր շահագրգռված են։ Իրականում են շահագրգռված եւ դա ընդհանրապես պոպուլիզմ չէ։ Մի այսպես նշույլ նկատեցինք կոչերի, հա, Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, սակայն կոնկրետ Ադրբեջանի նկատմամբ չէր, այլ գործիչների, հա, մի քանի գործիչների նկատմամբ, դատավորների կամ ռազմական գործիչների նկատմամբ։ Ես հուսացած եմ, որ իրականում այս կառույցները տեսնելով վտանգը, որովհետև շատ լավ ակնհայտ է, որ Արցախը այսօր աշխարհի համար դարձել է նախադեպ եւ ընդհանրապես Թուրքիայի, Ադրբեջանի այդ ուժի բռնության միջոցով հասնել են ամենին, ինչը իրենք ձգտել են եւ չեն կարողացել ունենալ, կարծես թե սկսել է անհանգստացնել աշխարհին։ Եվ հետեւաբար սա համարենք լավ նախադեպ նաեւ Եվրախորհրդարանի եւ հուսանք, որ իրականում կսկսի աշխարհը տարբեր պետություններ կսկսեն ուղղակի պատժամիջոցներ կամ հենց համապատասխան կառույցները պատժամիջոցներ կսկսեն կիրառել Ադրբեջանի նկատմամբ։